այսօրվա խորհրդին։ Քրիստոս հարյավի մեռելուց։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Սկզբից էր խոսքը, եւ խոսքը Աստծո մոտ էր, եւ խոսքը Աստված էր։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր կրկնազատիկն է։ Քրիստոսի Սուրբ Հարությանը հաջորդող առաջին կիրակին։ Եվ այսօր մենք կրկին հավաքված ենք այստեղ եկեղեցում արդեն տոնական մթնոլորտում, որովհետև մաքրված ենք մեղքից եւ մեր Աստված, մեր Հիսուս Քրիստոս հարություն է առել, եւ այսօր կրկին մենք այստեղ հավաքված ենք, որպեսզի վերամիավորվենք մեր Տեր եւ Քրկիչ Հիսուս Քրիստոսի հետ։ Բայց այսօրվա խորհրդին համապատասխան ես ցանկանում եմ երկու հարց բարձրացնել, որոնց շուրջ եւ միասին պիտի մտորենք։ Առաջինը, ով է Քրիստոս մեզ համար, եւ երկրորդը, ով ենք մենք Քրիստոսի համար։ Այս հարցերը պայմանավորված են այսօրվա աստվածաշնչյան ընթերցանությամբ։ Մեր եկեղեցու հայրերը կրկնազատկին այսօրվա համար ընտրել են ընթերցում Հովհաննեսի ավետարանից, առաջի գլխի առաջին համարից մինչև 17-րդ համարները, որոնք Հովհաննեսի ավետարանի ամբողջ ավետարանի նախաբանն են հանդիսանում։ Այս համարներում Հովհաննեսը ավետարանիչը մեզ ներկայացնում է Աստծո Որդու Հիսուս Քրիստոսի ինքնությունը, որը ամբողջ ավետարանի ընթացքում կրկին եւ կրկին անգամներ բացահայտվում է ավելի եւ ավելի խորությամբ։ Եվ եկեք միասին հասկանանք, թե ինչ է բացատրում մեզ Հովհաննես ավետարանիչը, երբ ասում է առաջին գլխի առաջին համարը։ Սկզբից էր խոսքը, եւ խոսքը Աստծո մոտ էր, եւ խոսքը Աստված էր։ Ինչ է ցանկանում ավետարանիչը ասել։ Բնականաբար մենք բոլորս գիտենք, որ խոսքը գնում է Հիսուս Քրիստոսի մասին, եւ այս տողերը ընթերցելով հասկանում ենք, որ Հիսուս Քրիստոս Աստված էր։ Բայց միթե սա այն ամբողջն է, ինչ որ ավետարանիչը ցանկանում էր մեզ ասել։ Սկզբից էր խոսքը։ Սկզբից բառը շատ յուրահատուկ է եւ պատահական չէ հայտնվել ավետարանի հենց ամենասկզբում իբրև առաջին բառ։ Յուրաքանչյուր հրեայի համար, եթե հրեան վերցներ եւ ընթերցեր ավետարանը, պիտի մտքում զուգահեռ առաջանար Աստվածաշնչի առաջին գրքի, Ծննդոց գրքի առաջին համարի առաջին բառի հետ։ Սկզբից Աստված ստեղծեց երկինքը ու երկիրը։ Եվ Հովհաննես ավետարանիչը պատահական չէ, որ վերցնում է այս նույն բառը։ Ասելով, թե սկզբից էր խոսքը, Հովհաննես Մկրտիչը նախ եւ առաջ ցանկանում է ընդգծել, որ սկզբից, երբ որ Աստված ստեղծում էր երկինքն ու երկիրը, այդ սկզբից առաջ կար արդեն Աստծո խոսքը։ Աստծո խոսքը նախագոհ էր, ժամանակից էր առաջ էր, սկզբից էր։ Բայց սա ամբողջը չէ։ Հովհաննես ավետարանիչը այստեղ մեզ մեկ այլ իրականություն է ներկայացնում։ Տեսեք, ասում է սկզբից Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Ինչպես Աստված ստեղծեց, ասաց թող լինի եւ եղավ։ Ի սկզբանե Աստված ստեղծեց արարչությունը իր խոսքով։ Եվ այստեղ էլ Հովհաննես ավետարանիչը ասում է սկզբից էր խոսքը, ընդգծելով այն, որ Աստված ստեղծեց իր որդու միջոցով այս ամբողջ աշխարհը։ Բայց պատահական չէ նաեւ խոսք բառի ընտրությունը։ Տեսեք, սկզբից բառը, որը օգտագործում է ավետարանիչը, մեզ տանում է դեպի Ծննդոց։ Սուրբ գրքի առաջին 5 գրքերը, որոնք կոչվում են հնգամատյան, որոնք իբրև մեկ ամբողջություն են ներկայանում, մեկ հեղինակի գործ են, Մովսես մարգարեի։ Մովսես մարգարեն է համարվում առաջին 5 գրքերի հեղինակը։ Եվ այս առաջին 5 գրքերը հնգամատյանը կոչվում են օրենք։ Եվ բազմաթիվ անգամներ դուք Աստվածաշնչում տեսնում եք Հիսուս Քրիստոսի շուրթերից այն խոսքը, թե սրանում է ամբողջ օրենքն ու մարգարեությունը, այսինքն ամբողջ 5 կտակարանը։ Այս օրենքը 5 գրքերից բաղկացած էր, որոնցում 5-ում էլ խոսվում է Հիսուս Քրիստոսի մասին։ Եվ մեջտեղում գտնվում է Ղևտացված գիրքը, որտեղ խոսվում է զոհաբերության եւ մեղքերի քավության մասին։ Երբ Հովհաննես ավետարանիչը օգտագործում է սկզբում էր խոսքը բառերը, հրեաները, որոնք գիտեին Սուրբ Գիրքը, հասկանում էին, որ սկզբում Հովհաննես ավետարանիչը մատնանշում է արարչությունը, որտեղ Աստված ներկա է մարդու կյանքում։ Եվ խոսք ասելով Հովհաննես ավետարանիչը մատնանշում է հնգամատյանի վերջին գիրքը, երկրորդում նորինած գիրքը, որտեղ անընդհատ խոսվում է այն մասին, որ խոսքը պիտի բնակվի ձեր սրտերում, խոսքը պիտի լինի ձեր մեջ։
Եթե սկզբում բառը խորհրդանշում էր այն, որ Աստված ստեղծեց արարչությունը եւ բնակվեց մարդկանց հետ, խոսք բառը խորհրդանշում է այն, որ մարդիկ հրաժարվեցին Աստծուց եւ հեռացան այդ արարչությունից, բայց Աստված նրանց չլքեց եւ ինքն իր զոհաբերությամբ եկավ մարդկանց վերադարձնելու դեպի այն արարչություն, որը ստեղծել էր մարդու համար։ Սկզբից էր խոսքը, եւ խոսքը Աստծո մոտ էր, եւ խոսքը Աստված էր։ Այստեղ էլ կարծես թե մի փոքր հակադրություն է ստեղծվում։ Ինչպես էր խոսքը Աստծո մոտ եւ միևնույն ժամանակ խոսքը Աստված։ Ինչպես կարող էր Աստված լինել Աստծո մոտ, երբ մենք ինքներս հավատում ենք, որ գոյություն ունի միայն մեկ Աստված։ Եվ այո, ճշմարտապես այդպես է, գոյություն ունի միայն մեկ Աստված, Սուրբ Երրորդություն, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Խոսքը Աստծո մոտ էր եւ խոսքը Աստված էր։ Տեսեք, Հովհաննես Ավետարանիչը իդեպ բացառիկ է ամբողջ Սուրբ գրքում։ Իր ավետարանի հենց սկզբում եւ հենց վերջում հռչակում է Հիսուս Քրիստոսի աստվածությունը։ Եվ Հովհաննեսի ավետարանում է Հիսուս Քրիստոս ինքը վկայում այն մասին, որ ինքը Աստված է, բայց եւ միևնույն ժամանակ Հովհաննեսի ավետարանում է գտնվում այն դրվագները, որտեղ Հիսուս Քրիստոս հստակ զանազանություն է դնում իր եւ Աստծո միջեւ։ Օրինակի համար Հիսուս Քրիստոս միտեղ ասում է, որ իր մարդեղացման նպատակը այն է, որպեսզի ճանաչեն քեզ Հայր իբրև միակ եւ ճշմարիտ Աստված եւ նրան ում դու ուղարկեցիր։ Նույն ավետարանում նախքան համբարձվելը Հիսուս Քրիստոս իր աշակերտներին ասում է. ես գնում եմ դեպի իմ Հայրը եւ դեպի ձեր Հայրը, դեպի իմ Աստված եւ դեպի ձեր Աստված։ Այսպիսով Հիսուս Քրիստոս շատ հստակ զանազանություն է դնում իր եւ երկնքում գտնվող Աստծո միջեւ։ Բայց միևնույն ժամանակ նույն ավետարանում, երբ Ֆիլիպոսը ցանկանում է տեսնել Հորը, Հիսուս Քրիստոս ասում է. այսքան ժամանակ ձեզ հետ եմ, միթե չհասկացաք, որ երբ ինձ եք տեսնում, տեսնում եք Հորը, չէ որ ես եւ Հայրը մի ենք։ Եվ հենց սկզբում ավետարանը ասում է. խոսքը Աստված էր։ Եվ ավետարանի վերջում, երբ Հիսուս Քրիստոս այլևս հարություն է առնում եւ կանգնում է իր աշակերտների առաջ, Թովմասը, որ թերահավատ էր եւ չէր հավատում, որ Հիսուս Քրիստոս հարություն է առել, տեսնելով նրան, տեսնելով նրա վերքերը, ծնկի է գալիս Հիսուս Քրիստոսի առաջ եւ ասում է. Տերին եւ Աստվածին։ Հիսուս Քրիստոս միաժամանակ Աստված է եւ միաժամանակ Աստված, Հայր Աստված չէ, որովհետեւ մենք ասելով Աստված հասկանում ենք Սուրբ Երրորդություն, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, որտեղ Հայրը Որդի չէ, Որդին Հայր չէ, Հիսուս Քրիստոս Հայրը չէ, Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգին չէ, բայց նրանք երեքը միասին մեկ Աստված են։ Ինչպես, ճիշտ այնպես, ինչպես դուք նայում եք ծառին եւ տեսնում եք ճյուղեր, արմատ, եւ այդ ամբողջը միասին կոչում եք ծառ, թեև նրանք երեք տարբեր մասերից են բաղկացած։ Ճիշտ այնպես, ինչպես դուք բոլորդ, որ ոչ միայն մարմին եք, այլ նաեւ հոգի եւ ոգի։ Ձեզանից եւ որևէ մեկի մարմինը մարդ չէ, այլ մարդ է ամբողջությունը մարմնի, հոգու եւ ոգու։ Այդպես էլ Աստված մեկն է, որ մեզ ներկայանում է իբրև ընտանիք, իբրև Հայր, իբրև Որդի եւ իբրև Սուրբ Հոգի։ Եվ այդ ընտանիքի Սուրբ Երրորդության երկրորդ անձը, Որդին Աստված, մարդացավ եւ մեզ ներկայացրեց Աստծուն եւ Աստծո մասին այս ամբողջ վարդապետությունը։ Տեսեք ինչ է ասում։ Սկզբից էր խոսքը եւ խոսքը Աստծո մոտ էր եւ խոսքը Աստված էր։ Կրկին վերադառնանք Ծննդոց առաջին գլխի առաջին համարին։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Սա առաջին տեղն է պատմության մեջ, երբ մենք հանդիպում ենք Աստված բառը։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Եվ հենց այս նախադասությունն էլ մեզ բացատրում է, թե ինչ է նշանակում Աստված։ Մենք բոլորս, երբ մեզ հարցնեն, թե ինչ է նշանակում Աստված, պիտի ասենք երակա մի էություն, որը ղեկավարում է ամեն ինչ, որը առկա է մեր սրտերում, մեր սրտերից դուրս ամենուրեք, մեկը ով անհասանելի է, բայց միևնույն ժամանակ իրեն դարձնում է հասանելի մեզ բոլորիս համար։ Այդպես կասենք, չէ՞։ Տենց կասենք։ Տենց կասենք։ Ուրեմն Աստված բառը, ինչպես մեր եկեղեցու հայրերն են բացատրում, հայերենում երկու բառերից բաղկացած բառակապակցություն է՝ Աստ
էած, որը գրաբարից թարգմանաբար նշանակում է այստեղ բերող, հաստատող, ստեղծող, նա ով մեզ ստեղծեց։ Աստված նշանակում է նախ եւ առաջ արարիչ, ումից գալիս է կյանքը, ում շնորհիվ մենք բոլորս ունենք կյանք եւ շարունակում ենք ապրել։ Եթե մեկ վայրկյան անգամ գոյություն չունենա Աստված, թեև ինքն է գոյությունը, կդադարի գոյություն ունենալ ողջ աշխարհում։ Եվ արդ Աստված արարիչն է։ Եվ Հովհաննեսի ավետարանում առաջին նախադասությունից հետո շարունակում է ավետարանիչը, ասում է եւ խոսքը Աստծո մոտ էր եւ խոսքը Աստված էր եւ նրանով ամեն ինչ ստեղծվեց։ Այն ամենը ինչ որ ստեղծվեց Աստծո խոսքով, ինչը վկայում է եւս մեկ անգամ այն մասին, որ Հիսուս Քրիստոս Աստծո որդին Աստված է։ Եվ ինչ ստեղծվեց նրանով, թե ավետարանիչը, թե Ծննդոց գիրքը վկայում են, ստեղծվեց լույսը։ Լույսը, որ խավարի մեջ վերացնում է խավարը, լույսը, որ լուսավորում է բոլոր մարդկանց, հանում է խավարից եւ Աստծուն ներկայացնում մարդկանց։ Այդ լույսը ստեղծվեց Աստծո կողմից։ Եվ ճշմարիտ լույսը ինքնին Աստված էր, որում էր կյանքը։ Բայց ավետարանիչը շարունակում է, ասում է. Աստծո որդին Հիսուս Քրիստոս մարդացավ, որպեսզի շնորհով մեզ բոլորիս դարձնի Աստծո որդիներ։ Բոլոր նրանք, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսին իբրև Աստծո որդի, հավատում են նրա անվանը, Աստծո որդիներ են այս աշխարհում։ Կարծես թե այսքանով ամեն ինչ ասված էր, Աստված մարդացավ, մեզ դարձրեց Աստծո որդիներ, եւ այսքանը բավարար էր իրականում մեր փրկության համար, բայց Աստված ավելի հեռուն է գնում։ Ասում է, եւ խոսքը մարմին դարձավ, մարդացավ եւ բնակվեց մեր մեջ։ Եվ մենք ճանաչեցինք նրա փառքը իբրև Աստծո միածն։ Այստեղ էլ մի փոքր պիտի կանգ առնենք։ Եվ խոսքը մարմին դարձավ, այսինքն Աստծո որդին մարդացավ եւ բնակվեց մեր մեջ։ Այս բնակվել բառը շատ յուրահատուկ է։ Հունարենում այն բառը, որը օգտագործել է ավետարանիչը, իր արմատում ունի վրան բառը, տաղավար բառը։ Եվ վրանը առաջին անգամ 5 տակարանում կրկին հնգամատյանում մենք հանդիպում ենք այն ժամանակ, երբ որ Աստված հայտնվում էր Մովսես մարգարեին։ Վրան այն վայրն էր, որտեղ մարդ ներկայանում էր Աստծո առաջ եւ Աստված հայտնվում էր մարդկանց։ Եվ այդ վրանի հիման վրա հետագայում կառուցվեց Երուսաղեմի տաճարը եւ այդ վրանի հիման վրա հետագայում կառուցվեց քրիստոնեական եկեղեցին։ Հետևաբար վրանը այն վայրն էր, որտեղ երկինքն ու երկիրը միավորվում էին, որտեղ Աստված եւ մարդ միավորվում էին։ Եվ ավետարանիչը, եթե բառացի թարգմանենք, ասում է, թե եւ խոսքը մարմին դարձավ, այսինքն խոսքը մարդացավ եւ վրան հաստատեց, բնակություն հաստատեց մեր մեջ, իր արքայությունը հաստատեց մեր մեջ, որտեղ մենք հնարավորություն ենք ստանում մաքրվելով մեր մեղքերից վերամիավորվելու Աստծո հետ։ Ինչ խորհուրդ ունի այս ամբողջ ներածություն Հովհաննեսի ավետարանի առաջինից 17 համարները այսօրվա կրկնազատկի խորհրդի հետ։ Տեսեք, Հովհաննես ավետարանիչը եւ մեր եկեղեցու հայրերը այս ընթերցումը դնելով մեզ բացատրում են, որ մենք Քրիստոսի արյամբ փրկագնվելով, նրա հետ մահանալով եւ հարություն առնելով դառնում ենք նոր արարչություն։ Մեր համար ստեղծվում է նոր դրախտ, նոր Եդեմի պարտեզ։ Մեր համար բացվում է Աստծո արքայության դուռը, որտեղ Աստված մշտապես ներկա է, բնակվում է մեր հետ եւ որտեղ Աստված մեզ ներկայանում է։ Մենք Հիսուս Քրիստոսի մահվամբ եւ հարությամբ եւ նրան ընդունելով վերադառնում ենք այն դրախտը, որտեղից արտաքսվեցին մեր նախահայրերը եւ նախամայրը, Ադամն ու Եվան։ Եվ այսօր արդեն մենք ենք այդ Ադամն ու Եվան, նոր մարդը, նոր կյանքով կանգնած Աստծո առաջ, նոր արարչության մեջ։ Եվ այստեղ է, որ մենք պիտի մեզ հարց տանք. ով է Աստված մեզ համար։ Եվ ով ենք մենք Աստծո համար։ Սուրբ Գիրքը հստակ ասում է. մենք Աստծո որդիներ ենք։ Բոլոր նրանք, ովքեր ընդունում են Աստծո որդուն, հավատում են նրա անվանը, որդիներն են Աստծո շնորհիվ։
Հետևաբար այսօր բոլորդ, երբ վերանորոգված այստեղից Հիսուս Քրիստոսի մարմնով եւ արյամբ դուրս կգաք եւ կգնաք ձեր առօրյան ապրելու պարզ դեմքով եւ ձեր գլուխը բարձր կգնաք, որովհետեւ դուք Աստծո որդու արյամքինն եք, որովհետեւ դուք Աստծո որդին եք։ Թողեք թող Աստծո սերը ցոլարցակի ձեր աչքերից, թողեք թող Աստված փառավորվի ձեր միջոցով, ձեր բոլորի գործերով։ Եվ թող Աստծո սերն ու զորությունը ձեզ ուղեկից լինեն, մշտապես զորակից լինեն, Աստծո սերը այս աշխարհում տարածելու, իբրև Աստծո որդիներ, իբրև Աստծո զավակներ։ Ամեն։